Հիմա նորից ես գտնվում եմ այս հրաշք տարածքում։ Իրոք այդ բառը լրիվ համապատասխան է այս տարածքին, օրի ավելի է գեղեցկանում։ Այս մեր մեղվի ծառերը ավելի են իրենց կատարյալ վիճակին հասնում։ Իրոք այս պահը իրենց կատարյալ վիճակն է։ Այն լավագույն ձևով ծաղկում են։ Ու դեռ կակաշները կան, որոնք երկար չեն դիմանալու։ Ու ինչ առամատ է ստեղ։ Մի բան հիշեցի, որ հնում մարդիկ իմացել են, երբ բնական այս ծաղիկների հոտերը դու միշտ շնչում ես, դա օգնում է, որպեսզի միշտ թարմ լինես, ուղեղը միշտ թարմ լինի, որովհետև ուղեղը երբ թարմ օդով է աշխատում, ավելի գիտակից վիճակում է գտնվում մարդը, իսկ վատ օդերի մեջ, ծանր, փակ տարածքների մեջ բնական է հակառակ էֆեկտն է լինելու։ Ու ամեն օր գալով այստեղ, ես ոնց որ նորից մեջս զգում եմ, որ լույս է վառվում։ Այո, առավոտյան արթնանում ես, դեռ են թարմությունը չկա, բայց սառը ջրով լողանալուց հետո ու բնության այս գեղեցիկ վայրի մեջ գտնվելով ուղղակի նորանում ես, ոնց այդ բառը ուզում եք հասկացեք, restart լինել, նորանալ, քո մեջ լույս վառել, ոնց որ մարդու մարմինը սենյակ ու այդ մութ տարածության մեջ լույս վառես։ Մեր տաճարը այն հեռվում երևում է։ Սիտիկների ձայնը լռության ֆոնի վրա մեր հրաշագեղ գեղամա լեռները։ Քանի հազար ու միլիոնավոր տարիներ եղել են, կան ու դեռ պիտի լինեն։